Ես ուզում եմ մի հատ շատ կարևոր արտահայտություն անել, հայտարարություն կարելի ասել, եւ իմ կարծիքը կիսվել քաղաքացիների հետ։ Այն քաղաքացիները, ովքեր գնալու են ընտրեն ընդդիմադիր դաշտի ուրեմն քվեաթերթիկը, դա կլինի թե Կարապետյան, դա կլինի Քոչարյան, դա կլինի Ծառուկյան, ես ուզում եմ, որ քաղաքացիները շատ լավ գիտակցեն, չնայած գիտակցում են ու շատ լավ հասկանան, որ բոլորը մեկ մարդ են, մեկ մարդ։ Հետ են գալու նախկիները ու նույն իրավիճակը լինի ձեզ հետ։ Ավելի բեթարա լինելու։ Ավելի։ Այն թոշակները, որով որ մենք ապահովել ենք, ու դուք այսօր կարողանում եք որոշակի բարելավել ձեր կյանքը, դա առավել եւս չի լինելու։ Համոզված եղեք, որովհետեւ այս անցած իշխանությունը, նախկինը, որ եղել է, հիմա անցել է, հիմա ուզում են նորից հետ վերադառնան։ Նախկին իշխանությունները ձեզ հետ վարվելու են հարգելի քաղաքացիներ ավելի բեթար։ Հիշենք նախկիներում իրանք ինչ արեցին։ Հիշենք նախկինում, թե ոնց էին տուալետում մարդ սպանում ու ծեծում։ Հիշենք, որ նախկինում դու երբեք չէիք կարող վարչապետին մոտիկանալ, ձեզ հուզող հարցերը հղել։ Իրականում չէիք կարող։ Նույնիսկ չէիք կարող Քոչարյանին բարևել ձեռով։ Քոչարյան ասելուց դաժե ձեր դիակը մեկի տուալետում գտնում էին։ Չէիք կարող։ Նախկինում չէիք կարող արտահայտվել ձեզ անհանգստացնող հարցերը։ Դիմել ինչ-որ միտեղ, խոսել, կարծիք հայտնել։ Նախկինում դպրոցներն ու մանկապարտեզները բոլորը վճարով էին։ Նախկինում խոսում եք թանկացումից, բայց նախկինում ավելի թանկացված էր ամեն ինչը։ Ապրում եք կեղտոտ, գարշահոտ քաղաքում։ Ամեն ինչից զրկված։ Ոչ մի պրազնիկ ռուսերեն կներեք։ Ոչ մի միջոցառում չի կազմակերպվել, որովհետև դրանցով դրան կազմակերպելու համար բավականին գումար պետք է ներդնեին, կառավարությունը գումար էր դուրս գրելու եւ կազմակերպելու էր։ Բայց ինչի դուրս գրեր, եթե այդ գումարը կարային իրանք լափեին։ Ղարաբաղցիների ծրագրերը չի լինելու, ասեմ ավելին։ Այն ծրագրերը, որ կառավարությունը կազմել է, այդ ծրագրերը ղարաբաղցիները, այդ օգուտները, այդ պարգևավճարները, այդ տուն կառուցելու գումարները, ամեն անձը 50,000 դրամ, դրանք չեք ունենալու, հավատացեք։ Այդքան դոշմի թափտրեք, նախկիներին հետ բերելու համար։ Սոված սատկելու եք։ Չնայած միգուցե ձեզ դա հասնում է, բայց իրականում սոված սատկելու եք։ Օր ու արև չեք ունենալու։ Ու աղքատությունը գնալով շատանալու է։ Այդ է նախկիները հետ գան, ինչա լինելու։ Լինելու է աղետ, մենք ապրել ենք աղետի գոտում։ Իրականում, նախկինում որովհետև այդպեսին էր։ Գրփում, չրփում, լափում էին։ Նախկինում իրանց տղաները, որ մի հատ աղջիկ էին տենում, իրանց դզում էր, պիտի տան էին։ Դե դու մեկը ասես չէ։ Նախկինում բեսպրիձել էր, ով ինչ ուզում անում էր։ Իսկ հիմա ոչ։ Բոլորի համար օրենքը հավասար է։ Նախկինում Սաշո ձածա սեթում էր, ասում էր ամեն մի կառույցը պիտի ինձ 50-50 տա։ Մալաջես, մարդը կարում էր անում էր։ Հիմա ոչ։ Հիմա հարկդ վճարում ես, բիզնեսը զարգացնում ես։ Եթե դուք ուզում եք ապրեք, նախկինում ոնց որ ապրում էիք, ահու սարսափի մեջ, դե կապրեք։ Բայց որքան որ ես խոսում եմ քաղաքացիների հետ, ու որքանով որ ես գիտեմ, ոչ մեկ չի ուզում։ Հազիվ դուրս եք եկե այդ ցեխաջրից։ Ուստի հորդորս հունիսի 7-ին բոլորս գնալու ենք եւ ընտրելու ենք 16 քվեաթերթիկը։ Տեր ենք կանգնելու մեր խաղաղությանը, մեր երկրին, մեր պետությանը։ Որպեսզի այլևս հետ չդառնանք ու չապրենք այն կյանքով, որով որ ապրել ենք։ Հազիվ ապրում ենք, էլի, թողեք ապրենք։ Հորդորս քաղաքացիներին սա էր։ Շնորհակալություն։ Կարող եք տարածել, բոլորը լսեն, որ գոնե վերհիշեն։ Խելքի գան մի քիչ։ Եկեք պիցայա կերեր, բան եմ ասում։ Ճղճիմ երևույթներ։ 2014 թվականին Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում դպրոցներից մեկի բացման ժամանակ ասում է, եթե որևիցե մեկի իմ ասածները կկասկածի, վիդեոն կմտցնեմ համապատասխան տեղը ու աչքերը, sense բիբերը կհանեմ։ Ասում է. Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս դպրոցում հաճախեն գան ադրբեջանցիները եւ սովորեն այս դպրոցում ադրբեջանցիները նույնպես։ Ու բոլորը ցես կայնած տապահարում եք, ուռա, 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 նախագահ, ուռա, ապրես։ Ու իրանց թիմից եղել է նաեւ Կարապետյան եղբայրներից մեկը։ Այդ ինչի՞ բա չեք խոսում։ Հա? Ուժներդ մենակ ԿՊ-ի վրա է պատում։
Մեր վրա է պատում։ Այդ ինչի ճիշտ ասում էլ Ալեքսանդր, այդ խի չեք եթում պաստառները ճաղում, այդ խի չեք եթում ասում թուրք, այդ խի չեք եթում ասում թրքամեդ, այդ խի չեք ասում, այդ խի չեք ասում դավաճան, հա? Լեզուները դուր եք մցրել այդ օրերին։ Կկասկածեք իմ խոսքերի վրա, կհրապարակեմ հավիձուն։ Վահագն Ալեքսանյանի էջում կա, ռադել եք իր էջ ու նայեք։ Սերժ Սարգսյանը ելույթ ունենում, ասում է, ես մեծ ուրախությամբ կուզենայի, որ այս դպրոցում նաև գային եւ սովորեին ադրբեջանցիները 2014 թվականին։ Պապանձվել էիք այդ ժամանակ։ Ձեր բերանները կարել էին այդ վաղի չէիք խոսում։ Հա? Բա այդ ժամանակի չէիք ասում, այդ Կարապետյան եղբայրներից մեկը, որը տեր։ Այսինքն ձեզ ինչ ասեմ, ձեզ հիմա ինչ ասեմ, մեկան նույնը, դու չեք փոխվում։ Հետո էլ մեզ եք ասում զոմբիներ, մի կտոր պիցայի համար իրար գզում եք, սոված սատկում եք։ Օրինակ ուզում ես բերեմ, մի հատ թանաքաման կա քաղաքական։ Ինչ էր այդ աղջկա ունեմ, կհիշեմ կասեմ։ Նկարը կդնեմ։ Այդ աղջիկը ուրեմ սկզբից ԿՊ-ական էր։ Աննա Հակոբյանի ջոկատից էր։ Նկարները կանես չէ՞ որ ինչ-որ տենց։ Աննա Հակոբյանի ջոկատից էր։ Դրանից հետո, երբ որ մտնում է, ուզում է համապատասխան պաշտոն կամ համապատասխան գործ, համապատասխան գումար, իրան մեջտեղի 3 մատ են ցույց տալի։ Ու հետո այդ աղջիկս ֆռում գնում է Քոչարյանի թիմ։ Երբ որ 3 օր առաջ Քոչարյանի ուրեմն հանրահավաքին ելույթ ունենում ամբիոնից։ Կառե մազերով իրան դրել այո, չգիտեմ, ես տենց չհասկացա այդ աղջիկա թե տղա, բայց ինչևէ։ Ինձ էլ անդրադարձել էր մի քիչ մեղմ։ Մի խոսքով։ Ելույթ ունեցավ ամբիոնից։ 3 չեմիսօրը դրանց հավաքը տեսնում ենք ուժեղ Հայաստանի կոմա։ Բա որ էդի քաղաքական թանաքաման չի, բա ինչա։ Այ մարդ մեկ ընդիցալնում, մեկ ստիցալնում, մեկ ընդիցալնում։ Աղջի ջան, կենտրոնացի։ Կամ դրել ես Վազգեն Սարգսյանի նկարը։ Հիմա որ Վազգեն Սարգսյան, այդ քո խոռոփած ախոռը որ բացում ես Վազգեն Սարգսյանի մասին խոսում ես։ Մի հատ ֆռա հետև, sense մի հատ հարց էլի Քոչարյան պապայից հետ ասա, պատմություն ո՞նց եղավ։ Հոկտեմբերի 27-ը ո՞նց եղավ։ Խիչ ես հարցնում։ Երևի էդ էլա Փաշինյանը մեղավոր։ Մենք աջակիցներս էդ էլ, որ այդ ժամանակ չկայինք, այդ վաղ էինք մեղավոր, հա։ Խիչ ես էդի ասում։ Մարտի 1-ը խիչ ես ասում։ Ֆռա մի հատ պապաշաների հարցրու ասա, հիմա չեմ կարելի կենտրոնանալ, որ մեկն է քո պապան։ Ռոբիկնա, թե Կարապետյաննա, թե ով է։ Մենք հաստատ չենք։ Դու մեր թիմից չես։ Որովհետև քաղաքական թանաքամանը չի կարա մեր թիմից լինի, Ազիզ ջան, 1000 անգամ ներողություն։ Դու մերունքական չես։ Աղջի դրա անուն ինչա։ Մեկը հիշեցրեք դրա անուն էլի ներքևում։ Իրականում էլի։ Մի հատ ֆռա ասա, հոկտեմբերի 27-ը ո՞նց եղավ։ Մի հատ էլ ռիսկ ես անում։ Խոսում ես Վազգեն Սարգսյանի նկարն ես դրի ու խոսում։ Ու անդրադառնում ես բլոգերներին, ասում ես հենց նայ, այն բլոգերը ինքը ռեմեն չի գցե մեքենային, այդ որ մենք լինեինք, հիմա գիտես ինչ կանեին։ Ինչի քապաները կարան առանց ռեմեն մեքենա վարեն։ Ես երբ որ հասկանամ դու տղա ես թե աղջիկ, իրականում, ես այն ժամանակ քեզ շատ լուրջ կանդրադառնամ։ Բայց քանի որ ես չգիտեմ դու տղա ես թե աղջիկ, ես չեմ կարող քեզ անդրադառնալ, կներես, տենց աղջի ջան ասեմ, տղա ջան ասեմ։ Իրականում որպես Ռոբերտ Քոչարյանի տենց ամբիոմից որ այդ հավաքին հելար խոսիր կառամազերով աղջկա տեսք ունեիր։ Բայց առհասարակ ամենօրյա քո այդ էֆիրները որ լույսը բացվում մտնում ես բարև ձեզ հիմա եկել եմ ես մի հատ լուրի ասեմ մի հատ վատ մի հատ էս այդ ժամանակ ես խիստ գիտակցում եմ որ դու տղա չես աղջիկ չես տղա ես բայց քանի որ ոնց որ ինձ ներկայացրել են դու Յակոբը ճակերտավոր ընտանիք ունես Աստված պահապան թող քո ընտանիքը որոշի թանաքաման ուղությամբ որտե հաջորդը կգնաս աշխատի մեզ մի ասա թրքասեր կամ զոմբիներ հասկացար աղջիկ ջան աշխատի ես քեզ նայի հորդորում եմ շատ հանգիստ մեզ ԿՊ-ի աջակցող մասային ոչինչ մի ասա վիրավորական ատո տակիտ տեղաշորը կահանամ կճպստեմ համացանց դու ոնց որ ինձ լավ չես ճանաչում
Ես խոր կտայի կողը կուշտից լսել, թե ես որ ջղայնացա, ինչ կանեմ քո հետ։ Բարի լույս ժողովուրդ ջան, կարճ համառոտ մի բան ասեմ, ուրեմն քանի որ այս օրերի ընթացքում Նարեկ Կարապետյանը պուխլինկիս կարմրագլուխ Նարեկ Կարապետյանը անընդհատ մեծ տերորի է ենթարկում եւ բռնաբարելով ասում է 300 ադրբեջանցի է գալու Հայաստանի Հանրապետություն ապրի, դա գիտեք չի ասում։ Դա ներկայացնում է հաջորդ իրենց քայլը։ Այո, մեզ ուզում է լսացնի եւ լավ էլ մարդու լսացնում այս օրերին միայն մի արտահայտություն ենք լսել Նարեկ Կարապետյանի ախորից ելած, որ ադրբեջանցիները գալու են ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Դա ինչի համար ասվում։ Դա ասվում է նրա համար, որ այս մարդիկ չեն հանգստանալու։ Եթե չընտրվեն էլ, եթե չանցնեն չմտնեն ազգային ժողով էլ, կամ մտնեն նույնիսկ եթե մտնեն, իրենք պատրաստվում են Հայաստանի Հանրապետություն տեղավորել ադրբեջանցիներին, որ հետո մեզ մեղադրեն ու ասեն, տեսակ, որ ձեզ ասում ենք, եթե ընտրեիք 16-ը, այստեղ ապրելու են ադրբեջանցիները։ Նարեկ Կարապետյան, քո այդ խիտրի ձկան քայլերով մենք բոլորս գիտենք, թե դուք ինչ եք ուզում անեք։ Դուք ուզում եք հայաստանցիներին հասկացնեք, որ այստեղ ապրելու են ադրբեջանցիները, որտեղ դուք պատրաստվում եք բերեք եւ այստեղ տեղավորեք ադրբեջանցիներին։ Դա դուք եք պատրաստվում անել։ Եղավ։ Եվ դուք դրան գնալու եք։ Համոզված եմ ես։ Դուք եք պայմանավորվելու այնտեղից մարդիկ բերել եւ տեղավորել ու ցույց տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ տեսեք ադրբեջանցիները այստեղ ապրում են։ Տեսեք չպիտի ընտրեիք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ այստեղ թուրքն է ապրում։ Դա դուք եք պատրաստվում։ Թե չէ որտեղ ես գիտեիր 100 միլիոն տոկոսանոց, որ այդ մարդիկ գալու են։ Ինչ գիտես, հա։ Տիեզերական բաներից ես խոսում, լսի, այնքան է զղտկվե գրողախար թշերդ հետևից ծափատալի։ Քիթը ջարդացա դեմքիդ վրա։ Լամբուշկա տանձ քիթ ունեցող, ինձ մի ջղայնացրու։ Եվ ձեր ծրագրերը չի իրականանալու։ Մենք գնալու ենք, ընտրելու ենք 16-ին, տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր պետությանը, մեր խաղաղությանը, եւ ձեր նման գլխակերերը չեն կարող բերեն այստեղ մի ադրբեջանցի լցնեն ու ասեն տեսակ, որ ձեզ ասում ենք։ Հաջորդ անգամ քիթդ լրիվ կջարդվի դեմքիդ վրա քեզ խելոք-բայի։ Ու տենց մատնացուցանելով վարչապետի հետ խոսալու համար, ամսի 8-ին դե արա դու։ Քո բարերը ես, այդ որ հստակ տենց խոսում ես, ես սկրինշոտ արել եմ, պահել եմ իմ արխիվում։ Ես դրանք հանելու եմ ճպսնեմ դեմքիդ ամսի 8-ին ու ասելու եմ դե մարսի։ Հիմա էլ կայնել է, երեկվա լակոտն է, երեկվա թուլեն ես, էլ եմ դու քեզ նայ, քանի տարեկան ես այդ թուլը։ Կայնել ես այտենց խոսում ես երկրի ղեկավարի հետ։ Այն ղեկավարի, որ այո, հպարտ ենք մի բանում։ Ոնց ասես Գագիկ Ծառուկյանն ասում է զնաչոկ եմ բանա դրած, մի բառով բերել են ոչ ծրագիր են ներկայացնում, ոչ մի հատ խաղաղություն։ Այո, հենց իմը խաղաղության համար գնում ենք ընտրենք։ Հա, Գագիկ Ծառուկյան, քիչ բան է էդի։ Որ նախագահի ժամանակ այդ խաղաղության պայմանագիրը կնքվեց։ Որ, բերմա ծրա աշկս։ Դու գալու ես կնքեիր, դու գալու ես առույցները շատացնել։ Հո անելով։ Որ մեկի ժամանակ ա եղել։ Կային այն մնացածի մասին չեմ էլ խոսում։ Սիրտս խառնում է նրանցից։ Նարեկ Կարապետյան, ձեր ծրագրերը բոլորիս հայտնի է։ Ձեր արած արտահայտությունները, որ դուք այսօր անում եք քաղ պայմանագիր կուսակցության ղեկավարության մասով, դա դուք եք պատրաստվում անեք։ Ոնց եղել է միշտ։ Ռոբերտ Քոչարյանն արել է գցել է ուրիշի վրա։ Հիմա էլ ինչ տարբերություն։ Ռոբիկս չի անում, դու ես անում։ Լևոն Քոչարյան, իսկ դու շարունակիր պապայիդ ճիշտ խոսելա ձև սովորացնել։ Ես սկսել եմ Լևոն Քոչարյանին սիրել։ Լավ տղա ես։ Այն սկզբից ես սիրում եք ես այդ տղա։ Խելոք տղա ես։ Խայցա պապայից հետ լավ ես խոսում, էլի։ Չեմ Քոչարյանը։ Ձեռնդ էլ այդքան արյունոտ չի։ Աստված չանի երբեք լինի նման ձևի ձեռքեր, արյունոտ։ Գործ չունես Լևոն, հեռու մնա։ Ասելիքս այսքան էր։ Ես այլևս հանդես չեմ գալու, ես հանդես եմ գալի ընտրություններից հետո։ Իսկ դու Նարեկ Կարապետյան բռնեվի, որտեվ առաջինը ես եմ քո տանցքիթը ջարդելու դեմքիդ վրա, այդ խոսալուտ համար։ Ու մեկ էլ այդ գործի պես աշկերտս ես սենց խոսած։ Հələ դու նայ որտուց որտեղ եկել ես, ինչ ես խոսում։ Երեկա թուլեն, լստե նայ։ Անջատեմ, քան շատ բան չեմ ասում։ Լսի երիտասարդ քո մասին եմ խոսում։ Քո Նարեկիչ։ Քեզի խելոք բայ, որ գնում ես հաջորդ անգամ հեռուստատեսություն, գոլուստու կտդզիմ։ Կարտոշկա քիթդ ավելի տափակ կլինի դեմքիդ վրա, այդ գործնուկ աշկերդ կհելնի քոքաբնից։ Մազերդ կֆայնեմ, շիմպանզե կսարքեմ։
Հասկացար։ Շալվարդ էլ որ Չարլի Չապլինի նման կարճ է, մեր կարի արտելը կտանեմ իմ դիզայների մոտ, կասեմ, որ երկարացնի, կարկատան անի, որովհետև դու Ռուսաստանի Դաշնությունում երևի Չարլի Չապլինի նման ես իրար եկե, կոշիկներդ էլ կմաքրես, նոր կգնաս հեռուստաընկերություն, եթերի, չնայած դու էլ չես գնա, որովհետև դու Նարեկ Կարապետյան, որովհետև դու երեկվա ճիճուն ես, որ վարչապետիս այդ տոնով խոսաս, հասկացար ինձ, լեզուտ քոքիցդ կհանեմ, վրեն կգրեմ ուժեղ Հայաստանը տանուլ տվեց, նոր կտեղադրեմ, մի քիչ կկտրեմ, շատ երկարա, Նարեկ Կարապետյան, ինձ ուշադիր լսի, դեռ Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի քաղաքական ուժ, որ այդ մատնացուցով խոսա վարչապետի հետ, չմոռանաս իմ ասացները, ամսի 8-ին դու ես այդ ձև կզալով չոքալով գալու ներողություն խնդրես եւ ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրած վարչապետի, այլ բոլորիցս, ինձ այս միջով ներողություն չխնդրես չեմ հանգստանա, այդ է, մի հատ էլ կանիլ ես ասում ես ժողովուրդ ես մարդուն ինչ ասենք 4 օրից հետո ինքը չի լինի, պապա տա լինելու, թե հոպարը տա լինելու, թե քո նման մալալետկեն ա գալու նստի երկրի ղեկավարին, փաստորեն դուք Ռուսաստանում քիչ եք լափել, հիմա էլ ուզում եք գաք նորից լափեք, որովհետև գիտակցելու եք, որ այսուհետ լինելու է հանգիստ անկախ երկիր, մենք ապրելու ենք շատ լավ, հիմա որոշել եք գաք, ու այդ ամեն ինչը հալած թափած դզած է, հիմա որոշել եք գաք ու նստեք գահին ու տիրանակ, առա հա, թե դուք կգաք, դուք չեք գալու, Նարեկ Կարապետյան, Գորտնուկ, բառիս ամենալուրջ իմաստով, Գորտնուկ, դու չես գալու, հասկացար, ու հաջորդ անգամ, եթե դու Նիկոլ Փաշինյանի հետ այդ տոնով խոսեցիր, ես կհելնեմ մեջքիդ մազերդ կֆենեմ, այ կամերայի առաջ եմ ասում, ես քեզ շանտաժ չեմ անում, ես քեզ ասում եմ ցիվիլ խոս, այ Գորտնուկ, ես քեզ ասում եմ ակուրատնի խոսա, ու ես քեզ ասում եմ ցինիզմդ պահի, հասկացար, լամբուշկա տանց քիթդ կջարդեմ, այսքանը, հլը որ քո մասով, մնացածը ժեխեն չեմ էլ անդրադառնում,